Ասում են դե տեսեք, գնում ենք բունկերներ են կառուցում, բան ենք անում, չգիտեմ, խրամատ ենք փորում, այսինքն սա пассив պաշտպանությունն է, որ պարզ լեզվով ասեմ, սպասենք որ թուրքը հարձակվի մեր վրա, մենք մեր լեռներում հերոսաբար կանգնենք, այդ թուրքից պաշտպանվենք։ Դա ես կոչում եմ հերոսական պարտության ճանապարհ, որովհետև пассив պաշտպանությունը որպես կանոն, բայց հատկապես Հայաստանի լանդշաֆտի պայմաններում, Հայաստանի այս փոքր տարածքի, այս կտրտված ռելիեֆի պայմաններում, ինքը գրեթե դատապարտված պարտություն է, դե пассив սպասում ես, որ քո վրա հարձակվեն։ Մենք ասում ենք ակտիվ պաշտպանություն է պետք կառուցել, դա մենք չենք օրինել, դա ռազմագիտությունից վերցված տերմին է, ասենք եւ գերմանական դպրոցից եւ հետո անգլիական դպրոցից, հիմա ամերիկացիք ու իսրայելցիք են շատ այդ տիպի կոնցեպցիաներ չասեմ հենց դա զարգացում, դա նշենք որ դու չես սպասում, եթե դու գիտես, օրինակ եթե մենք 2020 թվականին օրինակով վերցնենք, հա, մենք գիտենք, տեսնում ենք արդեն ակնհայտ սեպտեմբեր ամսին հարձակումը նախապատրաստում է, կուտակվում են։ Մենք չենք սպասում իրանց հարձակմանը, մանավանդ եթե մենք համարում ենք մեզ ավելի թույլ, պրևենտիվ հարվածներ կան դրա համար։ Դու